Այսօր ցավի սիրտ կնքահոր դերը միայն անունով է, որ սրբության է կոչվում, բայց կնքահոր և սանիկի հարաբերությունները այդքան էլ զավակի և ծնողի հարաբերության պես չեն, ավելի շատ ձևական բնույթ են կրում, քան հոգևոր խորհրդի մեջ են մտնում։ Այդ է պատճառը, որ հաճախ նաև քավոր սանիկ հարաբերության մեջ կարող են թշնամություններ լինել, ուրեմն պետք է, որ մենք կարողանանք քավորի դերը ընկալել ճշմարտապես, որպես մեզ հոգևոր ծնող, հոգևոր առաջնորդ, և կնքահայրը պետք է կարողանա մշտապես առաջնորդել իր սանիկին դեպի եկեղեցի պատարագի մասնակցելու, և մշտապես պետք է, որ լցնի նրան հույսով, սիրով, հավատով։ Այս երեքն է խնդրում, մկրտություն է խնդրում նաև, մկրտությունը տրվում է մկրտության պահին, իսկ մյուս երեքը հավատքը, հույսը, սերը մշտապես պետք է կնքահայրը պարուրի այդ երեքով իր սանիկին և առաջնորդի պատարագի մասնակցելու, աստվածահաճո գործերի մեջ լինելու, իբրև քրիստոնյա ապրելուն պիտի առաջնորդի։